մարդիկ հույս էին փայփայում, որտեղ Կարեն Դեմիրճյանը քաղաքական գործչի այն տեսակն էր, որը շատ լավ էր հասկանում ինչ է պետություն։ Իսկ Վազգեն Սարգսյանը այն ռազմական եւ քաղաքական գործիչն էր, որը այդ նույն պետության համար մաքարեց, ամեն ինչ արեց, ոչինչ չխնայեց, եւ շատ շատերը կան։ Ես կարող եմ հիշել նաեւ իրական պետական այրերից Յուրի Բախշյանին, որը զոհ գնաց հոկտեմբերի 27-ի իրողություններին, եւ շատ շատերը, որոնք ծառայել էին անձնվիրաբար հայրենիքին, Արմենակ Արմենակյանը, Ռուբեն Միրոյանը, եւ այդ անձիկ զոհ գնացին սրիկաների հայի տականքի արձակած փամփուշտին, որը պատվեր էր կատարում, գուցեև օգտակար ապուշի կարգավիճակում, որտեղ օգտակար ապուշը որպես կանոն պատվիրատուին կարող է չհասկանալ, չճանաչել, իրեն թվա թե ազգանվեր գործ է անում, բայց իրականում քանդում է իր պետությունը։ Եվ սա պետք է լինի դաս բոլոր ժամանակների քաղաքական գործիչների եւ այրերի համար։ Արդյոք նրանց ворթեգրած քաղաքականությունը օգտակար ապուշի կարգավիճակով է պայմանավորված, թե նրանց համոզմունքները իրոք ռացիոնալ գետնի վրա տեղ ունեցող են։ Այս ռետորական հարցը նաև ուղղվում է այն քաղաքական գործիչներին, որոնք որ զորաշարժվել են անկախության հռչակագրին դեմ, որոնք որ փորձում են Հայաստանի Հանրապետության հիմքերը խարխրելով կեղծ պետականաստեղծ օրակարգով հանդես գալ, այն քաղաքական ուժերին, որոնք որ քաղաքական գործընթացներու պրոցեսները մի կողմ թողած զբաղվել են ազգային ինստիտուտների այսպես ասած առողջացման գործընթացով։